Հարգելի հայրենագիտներ, ուրախ ենք ձեզ վերականգնելու ճշմարտության խոսքի մեր այս հաղորդման։ Այսօր ունենք մեզի հետ մասնավորապես հյուրը Հայաստանեն, մեր սիրելի եղբայր Արսեն Աշուղատոյան, բարի եկաք։ Բարև ձեզ, Արսեն։ Ուրախ ենք, որ այսօր մեզի հետ եք եւ այս ժամանակ արինք, որ իրար հետ քիչ մզրուցենք լսադեսողականի մեդիայի կարևորությունը մեր քրիստոնեական աշխարհի մեջ։ Սիրուն ընկերներ, մեր սիրելի եղբայրը TBN Armenia-ի դնորենն է, վստահ լսած եք անոր մասին TBN.am, որ երթակ գայցելեք կտեսնեք, այդտեղ գա սիրուն հաղորդումներ, հաղորդաշարներ, հոգևոր հաղորդումներ, հաղորդաշարներ, որ աշխարհի 4 կողմը կդարածվի։ Ուրեմն նախ եղբայր կխնդրեմ, որ մեզի ներկայացնեք արդյոք ձեզ, ով եք, որտեղ եք, ձեր մասին, ձեր ընտանիքի մասին, համեցեք։ Շատ ուրախ եմ, որ այս օրերին գտնվում եմ ձեր ստուդիայում, որ կարող ենք իրար հետ ցենց հաղորդումներ նկարել։ Ես հիմա ապրում եմ Հայաստանում, Երևանում, ընտանիքիս հետ միասին, եւ հիմա TBN Armenia հեռուստաալիքի տնօրենն եմ։ Ես արդեն մի տարուց ավել է ինչ սկսել ենք այդ գործը, այդ հայկական քրիստոնեական հեռուստաալիքը եւ արդեն մեկ տարուց ավել է, որ սկսվել է TBN Armenian հեռարձակվել ինտերնետի միջոցով օրը 24 ժամ։ Փաստորեն, երբ ցանկացողներ կլինեն միանան, միշտ մենք ունենք հեռարձակում եւ օգտվելով առիթից նորից ասեմ, որ մենք դեկտեմբեր ամսվանից նաեւ միացել ենք խոշոր կաբելային օպերատորին, որը կոչվում է SPB TV։ SPB TV-ն ունի 35 միլիոն դիտողներ եւ այսօր մեր հեռուստաալիքը ընդգրկված է այդ կաբելային օպերատիվ փաթեթում նաեւ։ Եվ պատրաստում ենք Հայաստանում էլ շուտով ունենալ եթեր կաբելային օպերատորների միջոցով, այդպես առայժմ այսքանը։ Շատ լավ, այս TBN Armenia հաղորդումները, որ գտնենք ամեն հայերենով են։ Այո։ Այո, եւ ինչ տակ հաղորդումներ կան, ինչ են նյութերը, ինչ են թեմաները, ինչ են նպատակը։ Նախ թեմաներու մասին խոսենք, ինչ տեսակ թեմաներ կան։ Նպատակը ունենալ ամբողջ աշխարհով մատուցել բոլոր հայերին մի քրիստոնեական հեռուստաալիք, որովհետև կան շատ հայկական ալիքներ, բայց քրիստոնեական այս ուղղվածության ալիք չկար եւ մենք ոնց որ տեսնում ենք, որ կա պահանջարկ եւ Աստված ուղղակի դրեց ոնց որ մեր սրտին մի օր խոսած իմ հետ եւ ես Տիրոջ խոսքից բռնվելով ոնց որ սկսեցինք այս գործը եւ հանդիպեցի TBN Russia-ի տնօրինության հետ խոսացինք, պայմանավորվեցինք եւ ոնց որ sense քիչ-քիչ սկսվեց այս գործը, սկզբից կայք կառուցեցինք, բացեցինք, դրանից հետո հանդիպումներ ունեցանք տարբեր հովիվների հետ, ծառայությունների հետ, որոնք հայկական քրիստոնեական արտադրանք ունեին, որոնցից մեկն էլ դուք եք, ձեր հետ արդեն մի տարուց ավել համագործակցում ենք, շատ ուրախ ենք, որ նմանատիպ ծառայություն կա, որը կարողանում է նմանատիպ հաղորդումներ նկարահանել, որովհետև իրականում այսօր շատ քիչ են հայերեն լեզվով արտադրողները, քրիստոնեական արտադրանք տվողները։ Եվ բայց մենք նաև վերցնում ենք եկեղեցիներից առայժմ քարոզներ, բայց իհարկե մեր ցանկությունն է սարքել այդ ալիքը շատ հետաքրքիր։ Ոչ թե քարոզներով միայն լինի հետաքրքիր, ավելի շատ հետաքրքիր հաղորդումներով եւ ինֆորմացիայով։ Ինչ տեսակ կամ ովքեր են այդ եկեղեցիները կամ հոգևոր գազམ་ագերբությունները, որ հովանավորեն ցեզ, արդյոք կպատկանիք TBN Armenian կպատկանի հadoop եկեղեցի կամ հոգևոր ծառայության կամ այսպես ինչպես ցեր գազམ་ագերբությունը ինչպես է։ Շատ լավ հարց էր Սարգիս ջան, ոչ մենք առանձին անկախ կառույց է դա,
որը ես նշեցի, ստեղծողը այս հեռուստաալիքի ես եմ եւ TBN Ռասիայի տնօրինության հետ ենք մենք համագործակցում եւ այդ բազան օգտագործելով ստեղծել ենք այս ալիքը։ Եվ այս ալիքը ուզում եմ ասեմ, որ չի պատկանում ոչ մի եկեղեցու, այ հակառակը բացա բոլոր եկեղեցիների համար, բոլոր դենոմինացիաների համար, որովհետև ես ուզում եմ սա լինի մի տեղ, որտեղ կքարոզվի Աստծո խոսքը, որտեղ տարբեր հայ մարդիկ կգտնեն իրանց սրտին հարազատ խոսք, Աստծո խոսք, նենց ոնց որ իրանք են ուզում դա լսեն։ Հիմնական վարտաբերությունը, որ կգտնենք TBN Արմենիայի մեջ, ես կսեմ, որ մեր սիրուն ընկերները լավ հասկանան, հիմնական վարտաբերությունը, որ գտնենք, ավետարանական ընտանիքի վարտաբերությունն է։ Երրորդության, Սուրբ Երրորդությունը կքարոզվի, կհավատանք Հիսուս Քրիստոսի, TBN-ի մեջ Հիսուս Քրիստոսի մարդության եւ աստվածությանը, իր հրաշալի գործին, իր խաչելության, հարությանը, Սուրբ Հոգի ներկորզման, Սուրբ Հոգի այս տարվա այս աշխարհի մեջ կորզունեության օրը Հիսուս հետ մի վերադառնա, հավատացյալները հետ մի դլան։ Կարևոր է որ շեշտենք, որ գիտվի որ այսօր TBN-ը ինչպես ասեցիք, բացի ամեն եկեղեցիներու մեր նպատակը քրիստոնեական Աստծո խոսքը դարաձելն է եւ ինչպես ասեցիք, որ TBN-ին նպատակը նաեւ այդ է որ համագործակցել տարբեր եկեղեցիներու հետ։ Դա շատ կարևոր գետ։ Ես ամենաառաջի հերթին երևի նկատել ես մենք չենք քարոզում եկեղեցի։ Ամենաառաջի բանը որ այս հեռուստաալիքից քարոզվի Քրիստոս։ Մեծարված լինի Քրիստոս, ոչ թե որևէ մի եկեղեցի, ոչ թե որևէ մի ծառայող։ Եվ փորձում ենք համագործակցել այն ծառայողների հետ, որոնք իրոք Քրիստոս են քարոզում ու մարդկանց հավատք են կարողանում։ Եկեղեցին վստահ իր դեղը ունի, քանի որ Հիսուս եկեղեցին հիմնեց, եկեղեցին իր ծառայությունը ունի, իր գազམ་ագերբությունը ունի, իր քարոզչությունը ունի, եւ այս տեսակ ծառայություն, ինչ որ ավետարանչական ծառայություն է, ավետարանը հասցնել այնտեղ, որ եկեղեցին չի կրնան հասցնել, պետք է որ խառնվի իրարու։ Արդյոք դժվարություններ կդակ իբր ծառայություն, ավետարանչական ծառայություն եկեղեցական գազམ་ագերբություններու հետ։ Արդյոք այսպես փախումներ եղան այս գազམ་ագերբությունը եկեղեցի հետ։ Բախումներ չեղան, ուղղակի ես սենց բան եմ տեսնում, որ մարդիկ իրոք շփոթում են, շատերը ասում են մենք այսօր կարող ենք դիտել կամ ինտերնետի միջոցով կամ ինչ-որ հեռուստատեսություն եւ կարող ենք չգնալ եկեղեցի։ Ես նորից ուզում եմ ասեմ, որ պետք չէ խառնել հեռուստատեսությունը եկեղեցու հետ։ Իրոք Տեր Հիսուս Քրիստոսը ստեղծեց եկեղեցի, ոչ թե հեռուստատեսություն։ Եվ եկեղեցու կարևորությունը միանշանակ ինքը իր դեր ունի, իր տեղ ունի։ Հեռուստատեսությունը դա հանդիսանում է այսօր գործիք ավետարանը տարածելու մեջ։ Գործիք, որտեղ ենթադրենք մենք ունենք վկայություններ, որտեղ մարդը ասում է, գիտեք, ես մի տեղ եմ ապրում, որտեղ չկա եկեղեցի, ես չեմ կարողանում հաճախել, եւ սա միակ միջոցն է իմ սնունդ ստանալու Տիրոջից։ Կամ կան դեպքեր, որ մեզ գրում են ամուսինս արգելում է գնալ եկեղեցի, սա միակ միջոցն է, որ ես կերակուր ստանամ Աստծուց։ Նմանատիպ, բայց ես ուզում եմ ասեմ, որ եթե ունեք հնարավորություն եկեղեցի գնալու, անպայման գնացեք, որովհետև եկեղեցին չի փոխարինում հեռուստատեսությունով։ Իմ հաջորդ հարցս պիտի լար այդ վտանգը վիրտուալ, ոչ էական, ոչ ֆիզիկական, հոգևոր, այսպես դերի վայրի, քանի որ ինտերնետը դարբեր գայքեր, ճշմարտության խոսքի ու նաև ունի իր գայքը, դարբեր ծառայություններ ունի իրենց գայքերը, ասոնք վիրտուալ վայրեր են։ Բայց արդյոք դուք կտեսնեք վտանգ ինտերնետային հոգևոր վիրտուալ վայրերու եւ ինչ վտանգ պետք է ուշադիր լանք որ չմտնենք անոր մեջ։ Ինչ կնանք խոսիլ այդ։ Ես կարող եմ միացենց օրինակ բերել, որ դանակը Իրանից կարող է լինել օրհնություն, բայց կարող է նաև լինի վտանգ։ Դանակով կարելի է մարդ սպանել, բայց կարելի է օգտագործել տարբեր ինչ-որ բարի գործեր անելու համար, օգտակար գործեր անելու համար եւ նույնպես շատ ուրիշ բաների օրինակ նմանատիպ կարամ բերեմ։
Իհարկե այսօր մարդկությունը մի մասը մարդկության ավելի շատ գնացել է վիրտուալ կյանքին, ավելի ուզում է վիրտուալ կյանքով ապրի, բայց վիրտուալ կյանքը չի կարող փոխարինել շփումը, և իրականում մենք ասենք, որ սա գործիք է հասնելու մարդկանց, որտև ես այս վերջերս խոսեցի մի եղբոր հետ Ավստրիայում, և իրանք եկեղեցում փորձում են ավետարանություն անեն, ինչ են անում, տպում են շատ թերթիկներ և տանում են, գցում են փոստերի մեջ, և ես մի հատ հարց տվեցի, ասացի, քանի հատ եք տպե և գցե, ասեց 10,000 հատ, ասացի և քանի հոգի արձագանք է, ասեց ընդամենը 2 հոգի արձագանք է, ես ասացի եղբայր մտածում եմ ժամանակն է միջոցը փոխելու, որովհետև այն ում որ դուք ուզում եք հասնեք, այդ մարդիկ օրինակ երիտասարդությունը այսօր ամբողջությամբ նստած է ինտերնետի մեջ, դու նրան միգուցե ոչ կարաս փողոցում հանդիպես, միգուցե ոչ կարաս ուրիշ տեղ հանդիպես, բայց մտածում եմ ինտերնետի միջոցով, հեռուստատեսության միջոցով կարելի է մարդուն հասնել և սա ուղղակի գործիք է, որպեսզի պատմենք Տիրոջ մասին, գործիք է միգուցե որպեսզի բարձրացնենք, մխիթարենք, բայց չի կարող փոխարինել եկեղեցին։ Ամեն։ Ես կարծեմ, որ եթե Հիսուս այսօր ապրեր մեր այս տարում, կամ Պողոս Արաքյալը եթե ապրեր մեր այս տարում, կարծեմ, որ նույն միջոցներով պիտի դիմեր, քանի որ իրենց առաջվա թիմումը կորձերը, որ գնային երթալ մարդկանց հանդիպելու դարբեր էր, այսօրվանը բոլորովին դարբեր է, և կարծեմ, որ այսօր ինչպես TBN-ը և ուրիշ դարայություններ պետք է գտնենք դեղը միջոց, որ հասնիր ժողովրդին, ինչպես որ ուր որ մարդը կգտնվի, հասնիլ ուր որ մարդը հոնի, և այսօր շատ հեռուստատեսության ալիքներ բարապ և ոչ կարևոր, ոչ օգտակար բաներ կսփռվի չորս կողմը մեր հայասկին մեջ, ցավոք սրտով, և կարծեմ, որ մենք ալ TBN-ը լա, TBN Armenian լա, կամ լա ուրիշ ծառայություններ իրենց դեղ ունին, որ Աստծո խոսքը սփռեն, ուր որ մարդիկ կան։ Արդյոք նաև կարծեմ, որ մեզ ձեր հերանագարը, TBN Armenia-ի հերանագարը ինչ է, ինչ կտեսնեք, ինչ կուզեք, ուր կուզեք հասնել, ինչ է նպատակը։ Նախ ես ասեմ, որ Մարկոս 16-րդ գլխում 15-րդ խոսքը գրված է, որ Հիսուսը նրանց ասեց աշակերտներին իրանց, գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ես սա որպես ուղիղ պատվիրան եմ ընդունում և այսօր հեռուստատեսությունը շատ լավ միջոց է ավետարանը ամբողջ աշխարհով հասցնելու։ Սա ուղղակի միջոց է։ Ես տեսնում եմ Հիսուսը իր ժամանակում օգտագործում էր իր միջոցները, որը կար իր ձեռքի տակ։ Եվ այսօր մտածում եմ կարիք չկա մենք Պողոսի կամ Պետրոսի նման ոտքով ընկնենք, գնանք ինչ-որ տեղից մի տեղ կամ ձիերով գնանք, այսօր գոյություն ունեն ինքնաթիռներ, գոյություն ունեն ուրիշ փոխադրման միջոցներ և հեռուստատեսությունն էլ նույնպես միջոց է, որը մենք այսօր օգտագործում ենք թե առօրյա կյանքում, թե ավետարանը հասցնելու տեղ։ Եվ սա ուղղակի միջոց է, որը որ սրանից հրաժարվել է, ես մտածում եմ այդքան է խելոք բան չէր լինի, եթե քրիստոնյաները շատ տարի հրաժարվել են դրանից, բայց մտածում եմ այդքան է խելոք բան չէր դա։ Եվ այսօր պետք է ոչ թե հրաժարվել ինտերնետից ասելով, թե այնտեղ կա պոռնոգրաֆիա, այնտեղ կա ուրիշ բան, եկեք այնքան լցնենք Քրիստոսով այդ տեղը, թող ոչ մի վատ բան չմնա, ավելի շատ լավը լինի, քան վատը։ Եվ այսօրվա ստատիստիկան, օրինակ, ասեմ ինտերնետի օրինակ, ամենամեծ գումարները ինտերնետում աշխատում են պոռնոգրաֆիայի միջոցով։ Եվ պատճառը մեկն է, որ քրիստոնյաները այնտեղ չեն։ Քրիստոնյաները պետք է լցնեն այնտեղ, այնքան շատ լինի, որպեսզի վատ բաներին ավելի քիչ տեղ մնա։ Ամեն, դերորդներ, շնորհակալ եմ։ Եվ կներես, ես հարցի երկրորդ մասին չպատասխանեցի, ինչ հեռանկարներ ունի TBN Armenian։ Մենք այսօր արդեն կարելի ասել սկսել ենք այս մի քանի օրը սկսել ենք արդեն նորությունների թողարկումը,
առայժմ օրը մեջ ենք թողարկում երեկոյան քրիստոնեական նորությունները դա ամբողջ աշխարհից, ուզում ենք դա լինի ամեն օր եւ դա շուտով կլինի, բայց մեզ պետք են համագործակցողներ, որ մենք աշխարհի տարբեր մասերից ստանանք ռեպորտաժներ, որպեսզի կարողանանք մարդկանց ինֆորմացիայով ապահովենք նաև։ Եվ մյուս քայլն է մենք գնում ենք նրան, որպեսզի առայժմ Արբանյակից հեռարձակում ունենանք նաև, դա առաջիկա այն ամենակարևոր բանն է, որ ուզում ենք անենք, դա Հոդբերտ Արբանյակն է, որտեղ մենք ուզում ենք լինենք, որը ծածկում է, գիտեք, ամբողջ եվրոպական մասը, Աֆրիկայի մի մասը, Ռուսաստանի մեծ մասը, մի խոսքով ամենամեծ Արբանյակն է, որտեղ մենք ուզում ենք լինենք շատ։ Դերորդն է։ Արսենիխ Պաշատ, շնորհակալ եմ այս տեղեկություններուն համար, բարձրապես կուզեի ավելցնել, վերջացնել են առաջ, ուր որ մեղքը շատ ցավ հոն շնորհք ավելի պետք է շատնա։ Ուրեմն այո, ինտերնետի մեջ շատ վատ բաներ կտեսնենք, բայց հոն ազո խոսքը շնորհքը ավելի պետք է դեղ դանք եւ ասիգա շնորհիվ ցեզի, ծեր ծառայության եւ դարբեր եկեղեցիներու ծառայության, դարբեր դեսիլքի մարդկանց ծառայության Աստված օրհնե ձեզ եւ դա որ ճշմարտության խոսքի միջոցով նաեւ կարենանք կորձակցիլ եւ այս ծառայությունները ավելի հերու դանիլ միջև ուր որ Աստված կգա մենա միջև Հիսուս վերաթարնա։ Դեր օրհնե, շնորհակալ եմ սիրելի ունգընտիրներ այս ձեր ուշադրության համար, միջ նոր հանդիպում ցտեսություն։